Ճանապարհորդություն դեպի լուսին։ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։ Ժուկով ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար։ Այս գյուղի բնակիչներին կոչում էին բալզատցիներ, որովհետև գյուղի անունը Բալզատ էր։ Նրանք շատ միամիտ մարդիկ էին։ Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք, խելքից մի քիչ պակաս էին։ Գյուղամիջում մի եկեղեցի կար։ Եկեղեցու բակում մի մոշի թուփ էր աճում։ Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր։ Մարդիկ հազիվ էին եկեղեցի մտնում։ Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնել, որպեսզի կարողանան հանգիստ ելումուտ անել։ Գյուղի կանայք մի երկար հաստ պարան են գործում, տղամարդիկ պարանը 3 անգամ փաթաթում են զանգակատան շուրջը։ Բալզատի ահել-ջահելները հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում մոշի թփի հակառակ ուղղությամբ և գոռում են. 1, 2, քաշեցինք, 1, 2, քաշեցինք։ Քաշում են քաշում, պարանը մի քիչ ձգվում է, երկարում, բալզատցիներն էլ մի 2 սանտիմետր հեռանում են եկեղեցուց և կարծում են, թե եկեղեցին է շարժվել։ Ուրախանում են և գոռում. եկեղեցին տեղից շարժվում է։ Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզատցիները թափվում են իրար վրա։ Վեր են կենում, շորերը թափ տալիս ու նայում եկեղեցուն։ Նայում են ու շատ զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ անգամ տեղից չի շարժվել։ Առաջվա պես իր տեղում էր նաև մոշի թուփը։ Մի անգամ էլ բալզատցիները հորիզոնում թույլ նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ. «Ժողովուրդ, երկինքը վառվում է, թմբուկ զարկեք, շուտ, աստիճաններ բերեք, դույլերով ջուր հասցրեք»։ Մեծ իրարանցում է սկսվում, երբ ամեն ինչ պատրաստ էր, մարդիկ մոլորված իրար են հարցնում, թե որ կողմից են հանգցնելու կրակը։ «Ինչ եք շվարել», գոռում է գյուղի առաջնորդը, «հրենք կրակը, առաջ իմ հետևից», ասում է ու վազում, գյուղացիներն էլ նրա հետևից։ Մի քանի աստիճան են տանում, մյուսները ջրով լի դույլերը գոռում-գոչյունով, հարայ-հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս, ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, ինչ մարդիկ ենք մենք, բալզատցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու։ Բայց մի քիչ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, որ կլորերես լուսինը փայլում է ծառերի կատարից, հորիզոնում բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը, և գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ թե հրդեհ, այլ սովորական լուսինն էր։ Ուրեմն իզուր չէ, որ բոլորը ծաղրում էին բալզատցիներին, իսկ դա բնական է, նրանց դուր չէր գալիս։ Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր 12 խորհրդականներին և նրանց ասում է. «Ժամանակն է, որ մարդկանց աչքում վերականգնվի մեր Բալզաթի համբավը։ Այն օրը, երբ ես տեսա, թե լուսինը ոնց էր բարձրանում, մտքովս մի բան անցավ և մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ։ Ասում եմ՝ գնանք լուսինը գրավենք, տեսնենք ինչ կա չկա լուսնի վրա, մենք պետք է առաջինը հասնենք լուսին և բալզատցիների փառք ու պատիվը տարածենք աշխարհով մեկ»։ Խորհրդականները ուրախությունից ծափ են տալիս. «Սպասեք», ասում է նրանցից մեկը, «բայց ինչպե՞ս ենք հասնելու լուսին»։ «Շատ հեշտ է», պատասխանում է առաջնորդը, «այ տեսեք, մենք հիմա 13 մարդ ենք, եթե մեզանից ամեն մեկը իր հետ մի հարևան բերի, կդառնանք 26 հոգի։ 26 բալզատցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս։ Կբարձրանանք այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր, 26 տակառները կշարենք իրար վրա և գրողը տանի, ես համոզված եմ, որ մենք կմոտենանք լուսնին և մի ցատկով կիջնենք նրա վրա։ Բալզատցու խոսքը խոսք է, որ ասաց՝ կանի։ Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով 26 տակառները գլորում են ու բարձրացնում են բլուրը։
Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա, մի պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի խցանի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին, սա քաշում վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը մագլցում է դեպի վեր, նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման այսպես դարսվում են իրար վրա։ Երբ առաջնորդը հասնում է 26-րդ տակառին և ուրիշ տակառ չի մնում, որ բարձրացնի, վերևից գոռում է. «Ժողովուրդ, համարյա տեղ եմ հասել, մի քիչ էլ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի, մի տակառ էլ տվեք»։ Ներքևից բալզատցիները, թե «Գյուղում էլ տակառ չի մնացել, դու մի քիչ համբերի, մենք գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք բերենք»։ Թուհ, վերևից բարկանում է առաջնորդը, տնաշեններ, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա է, տո հենց ամենաներքևի տակառը հանեք տվեք։ Բալզատցիները ենթարկվում են, տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը, տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ թրմփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս։ Տակառների հետ ցած է գլորվում նաև առաջնորդը, ոտ ու ձեռ ջարդում է, մի 4 կող էլ հետը։ Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց, կանգնած և ոչ մեկը ծպտուն չի հանում, ու մինչև օրս էլ չեն կարողանում հասկանալ, թե այդ ինչպես պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը դեպի լուսին այդքան տխուր ավարտ ունեցավ։ Ահա և հեքիաթը վերջացավ։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։ Ի դեպ, իմ ալիքի վիդեո բաժնում դուք կարող եք գտնել բազմաթիվ հեքիաթներ և այլ հետաքրքիր տեսանյութեր։